Եվրոպական պոլիտիկո-պարբերականը մի շատ հետաքրքիր հոդված է հրապարակել, որը սառը ցնցուղ է հայերիս համար։ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակիցներին Վենեսուելայում, Իրանում Թրամփի որոշումների հետևանքներից, իսկ 2024-ին նույն պատկերն էր, չկարողացավ պաշտպանել Ասադին Սիրիայում։ Սա է իրականությունը։ Մեծ տերություն կոչվելը ուժ չի ստեղծում, իսկ դաշնակից բառը արժեք ունի միայն այնքան, որքան գործում է շահը։ Շահը փոխվում է, պաշտպանությունն էլ դադարում։ Հիմա տեսնենք, թե սա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Մեծ տերությունները դաշնակից բառով չեն առաջնորդվում են շահով։ Երբ շահը կա, քեզ պահում են իրենց օրակարգում։ Երբ շահը չկա, քեզ թողնում են մենակ, իսկ երբ գինը բարձրանում է, առանց երկմտելու պայմանավորվում են ուրիշի հետ, նույնիսկ քո հաշվին։ Ուստի մեկ կենտրոնի վրա հենված անվտանգությունը երբեք պաշտպանություն չէ, այլ պատրանք, իսկ պատրանքի գինը միշտ նույնն է՝ կախվածություն, շանտաժ եւ վերջում ինքնիշխանության կորուստ։ Հայաստանի ճանապարհը մեկն է՝ դուրս գալ կախվածության ճահճից ու կառուցել իրական պետություն, սեփական պաշտպանունակություն, բազմակողմ դիվանագիտություն, բաց ու մրցակցային տնտեսություն, անկախ դատական համակարգ, բանակ, անվտանգային ճկուն եւ բազմակողմ համակարգ եւ ամուր, շատ ամուր ինստիտուտներ։ Արտաքին քաղաքականությունը պետք է լինի սառը հաշվարկ, ով ինչ երաշխիքներ է տալիս, ինչ ռիսկեր է նվազեցնում, ինչ կախվածություն է պարտադրում եւ ինչ գին է պահանջում։ Պոլիտիկոյի այս խմբագրականի մեր հետևությունը հետևյալն է. Հայաստանը պետք է իր անվտանգությունը կառուցի սեփական ուժի ու բազմակողմ գործընկերության վրա, որպեսզի երբեք չդառնա ուրիշների շահի հաշվարկում փոխանակման առարկա։